բոլորս հայ ազգը գիտի, որ Վազգեն Սարգսյանը սպարապետ է, իմ համար Վազգեն սպարապետը միայն ոչ միայն սպարապետ է, այլ կուրկան է, ու այսօր իր ծննդյանն է եկել ենք նշելու, կամ իր մոտ ծաղիկ դրելու, կամ խունգ ծխելու, կամ ուրիշ ոչինչ կարող է։ Ինքը այսօր հաշտ կլիներ այս իրողությունների հետ, որովհետև իր ապրած կենսագրությունը հակադրվում է այսօրվա իրականությանը։ Ես խնդրում եմ այսօր իրականից դուք դեմից սկզբից նշեցիք, որ սպարապետի ծնունդն է։ Սպարապետի ծնունդը թողեք նշեն, քաղաքական հարցերը չտանք։ Սպարապետի ծնունդը Արցախը ձեր հայրենիքը համարում եք, Դուք Արցախում եղել եք, դուք նաև ես որքանով տեղակ եմ մասնակցել եք։ Կռվին դուք հաշտ եք այս իրողության հետ, որը մեր ներկայում է։ Կռվի մասնակցության մասին ես չեմ ասում, ստեղ գտնված յուրաքանչյուր տողը իմ գլխավորությամբ գլուխը չեմ գովում, բայց եղել ենք իմ հասակակից տարիներին բոլոր պատերազմներին, թե 16 թվին, թե դրանից հետո մինչև 20-ից հետո, բայց թողենք այդպեսին, որ Վազգենը բանակը սարքել էր, Վազգենը բանակը ստեղծում էր, Վազգենը Ղարաբաղի համար կռվել էր, իրողությունը դրված էր երկրի առաջ, աշխարհի առաջ։ Այդ էր իրողությունը։ Հիմա դուք հանկարծ չնեղանաք բան հարց եք տալիս, որ մտնեմ զորով քաղաքականության մեջ, ես Թալինի, տեսեք, քաղաքականության մեջ եմ, ես չեմ հրաժարվում քաղաքականությունից, բայց այսօր Վազգեն Սարգսյանի մեր սպարապետի ծնունդն է, այդ է իմ նշածը, իմ մատնանշածը, թե չէ քաղաքականություն լինելով ես Թալինի քաղաքացիական պայմանագիր խորհրդի նախագահն եմ։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդներ նշում է, որ պետք չէ սրբագործել բանակը, մինչդեռ Վազգեն Սարգսյանի համար բանակը սրբության սրբոց էր։ Եկեք հակա բառեր չխոսանք, կլինի այսօր, ընդհանուր մեր ժողովրդին, մեր այս տղաներին հակա բառեր չխոսանք, դե խոսում ենք։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ բանակը պետք չի սրբագործել։ Եկեք ուրեմն մենք տարանջատենք թե սպարապետ, թե երկրի վարչապետ, թե կռված տղա, չենք տարանջատում, մենք հիմա եկել ենք Վազգեն, դուք ասում եք Նիկոլ Փաշինյան, թողեք Նիկոլ Փաշինյան հանգիստ լիքը խնդիրներ ունի, թողեք լուծի։ Այդ խնդիրների պատճառն է, որ այսօր Եռաբլուր չի այցելում պարոն Սարգսյան։ Դե ըստ զբաղվածության ինքը գիտի, երբ կայցելի օրվա երկրորդ կեսին կամ սկզբին ինքը գիտի ընդամենը։ Դի ասելու բան չի կամ չի։ Դուք ինչ գիտեք, որ այցելելու է կամ չի այցելելու։ Ամենայն դեպս, եթե Նիկոլ Փաշինյանը այցելել, բավար արվենք սրանով։ Պետական պահպանության ծառայությունը եւ ոստիկանությունը այստեղ մեծ շարասյուններ կկենտրոնացնեին, բացի այդ էլ այսօր կառավարության հետ հարց ու պատասխանն է, էլի դժվար օրենք խախտի եւ Դե տեսե, համ պատասխանն եք տալիս, համ չգալու նպատակն եք ասում, համ ոստիկանության, չգիտեմ, հետաքրքրվեցի։ Դրանք իրողություններ են, որոնք ես Հայաստանի Հանրապետությունում լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նախագահ, բայց իրավական կառավարման որևիցե մի հարտակում մինչև վարչապետից սկսած ցածր ես չեմ կարող ասել ինքը կգա սպարապետի ծնունդը, թե չի կգա սպարապետի ծնունդը, թե միլիցիայով, ոստիկանությամբ շրջապատեն փողոցները։ Մենք բոլորս այս կռված տղաներով հիմա մենք տարանջատում ենք մեզ քաղաքականությունից։ Եկել ենք մեր սպարապետն է, մենք կռված տղաների մեր ընկերների կամ ծնողների, ընկերների հետ կանգնած նշում եք մեր սպարապետի ծնունդը։ Դուք հարցեր եք տալիս քաղաքական, դրա մասին եմ ասում, մեր